մեղան քեզ, ամենագալերը Պողոսումերս։ Այն եթե հավաշալություն մասնին մեղավորից, սիներ ավելի կան զավազդողու և բազմացան անորինությունքին, ամենագալեր Պողոսումերսին, չեմ արժանի հայր և զեսանել սպարսությունս եկից, իմ հազնութեն է ամենյանիմով, ամենագալեր Պողոսումերս։ Գորացյալ եմ եսի պրդուտեն է գավանած երգատից և ոչ կորին ցանքից, ամենագալեր Պողոսումերսին։ Բարգացուցի սրտություն և սչար արաչիկով արարիկ ակնեցի բատկեր և բազմացուցի սացումը, ամենագալեր Պողոսումերսին։ Եվ արդեր խոնարեցուցան եմ զդումը սրտիմով, և այցեմի կապսուտենիքում է, ամենագալեր Պողոսումերսին։ Մեղա կեր մեղա, և զանորենություն սիմ եսին ցեն գիդե, ամենագալեր Պողոսումերսին։ Աղաչեմ և մտեմքեմ, թող ինձ, և մի գորուսատենցիս ըստ անորենությանիմով, ամենագալեր Պողոսումերսին։ Եհավիգյան բարգանար և մի իշեր շալիս անի, և մի վարդավորեր զիստան, իչիասն իներ բար և իչավյոն, ամենագալեր Պողոսումերսին։ Դու աստված ավաշնորակած ես և ինձ ծույց բարերանությունս քո, որ անարժան եմ, ամենագալեր Պողոսումերսին։ Եսուս ես սպազում ողորմությանքում, և ես օրբեցին դսկել զամենայն ավուրուսկենան ծիմոց, ամենագալեր Պողոսումերսին։ Ըսկել ներողնեն ամենայն զվարդուկ երկից, և կոյեն բար, ամենյանս ամեն։ Ակոր և որդվոր, և որդվույն սրտոր, այժմ և միշտ ամենյանս ամենից, ամեն։ Աղաչեմ և խնդրեմ իկեն դեր, թող ինձ ըզմերսին։ Հազունողներ օրնյայից, աստված կավյաց, իզուշ մեղավորուսի մեղաց և եծոր, արարիչի և ույս աստված, կծայիս վենուցյալ զրայս և օրնյայից բազմունենից։ Ամեն օրնյա սրպուհի, և իշկույս աստվածածին Մարիամ, բարեխոսյա արդերվասն իմ մեղավորիս։ Ամեն այս սուրբ աստուծո, բարեխոսեցեք արհայր և ինձ սպասն մեր մեղավորացս։ Քրիստոս, որդի աստուծո, ամբոխագալ ընգալ զրագաչանս մեր, ձիքեզ և աբավինյալ անցիկը մեր, աղտող զորության սուրբ և կենթանարար և պատվագան խաչիկ կոտեր, պահպանյազ մեզ, արակյալ էլս ռեշակաղուտ յանքով, որ եգյալ բահեսեզ մեզ անկրովս, իզվեի իմիջշերի, և մարդասյության հոյշյազ մեզ դերիշյազ մեզ, հորժանքաս արկայության կով, և ողորմյան մեզ։ Մեկ ամենք դսկոր եղած և խոստովանելու և ավաշտարելու աման, ավատքով մեր սրտերում մեջ մեր քույր ունենալ աստուծո միածին որդու վրա, ըմտելով անոր մեկավություն, ուժողություն մեր ամեն հանցանքներում, ինչու որ նա ինքն է նախանամոր և ամենագար աստված է, որ որ գամքով եկավ իր արածները բրգելու աման, և ըսավ թե ինքը մեղավորներում կավիճ է, ավաշտարում հույսն է, և գշնորե աշտադյաններուն հանքից, և գնդունի ձանր թերներով ու մեղկերով, ովնաստրուն ավաշտարություն, կավություն նալովալով, ուրեմն եկեք ամենք դսա, հոնարած անձերով, ու կոտրած սրտերով, անգանին ու լանքներ արարիշտի օջար չէ, որբեսի իրեն բարերությունով մեր վրայր անցուն է, մեր հանցանքներում ամեմատս մեզ բաշջերու բարգությունը, ամենագալեր աստված մեր կեցո և ողորմյան։ Դեր աստված կրգության վերով, որ ողորմանուց ես եմ կտած, երգայնամիտ բոզոլողոն և ծրշանասի վերավ չարյացմարքան, որ ոչ կամիսս մահ մեղավորին, այլ ըստարնան նորեիչար կանաբարհեն է վզգյալ, ու դեր արատ ողորմության պիտով ուպիտարիաս զարեսկով, և դու սոցադերի ավաշվարության, աշտյան մարդասյունության կով և արազ խոսանտալուսի գրեց ոխում սրտով, որպես առողջացյալ կողքով խոստովանության և ավաշվարության, մտցեն եղերիցի կոսուր, և ըտ ժողովության կում կեզ անցեն ողդությունից բարս, օր և որդոյ ողդույց սրտով, այժմ և միշարությունյանս հավիդելից, ամեն։ Önce hayran konuşalım, sonra Türkçeden konuşalım. Anbor, Yevorko, Yevorku, Sırko, Amen.
Ողջունում ես սիրելի եղբայրներ եւ քույրեր, Աստծո մեր վրա թողնա։ Եկեղեցին որ այս շաբաթ խոսում աղոթքի մասին, զորավոր աղոթքի մասին, մեզ օգնելիք աղոթքի մասին եւ հատկապես Լուկաս ավետարանի 18-րդ լուկը Տեր Հիսուս անոր մասին մեզ որոշ տվյալներ կմատուցան։ Երկու արակներ պատմեցում եւ անոնցում եմ մեկը այսօր ձեզ ուզեմ խոսիլ։ Մեր քանիներուն, որոնք իրենց անձերուն վրա կվստահեին, թե արդար են եւ ուրիշները կանարգեին, այս արագը սավիսուս։ Երկու մարդ քացին տաճարը աղոթք տներուն։ Մեկը փարիսեցի ու մյուսը մաքսավոր։ Փարիսեցին իր ժամանակի ամենեն հավատացյալ ոչվող ռադիկալ սոֆու հավատացյալ են, ասոնք այսպես ուսակցությունը կգացմեին, ամեն ինչը Մովսեսի օրենքին համաձայն ապելուզեին եւ համբալ ունեին, որ ասոնք արդար մարդ են, ասոնք շիդակ մարդ են, ասոնք Աստծո աչքին հաճելի են։ Մյուսը մաքսավոր դուրք հավաքող հրյաներ էին, հռոմեացիներու համար դուրք կհավաքեին իրենց շուհութեն։ Ուրեմն հռոմեացիները գրաված էին Իսրայելը եւ երբ որ իրենց մետուր պիտի առնեն, ուղղակի չէին առնել։ Շրջանները աջուրդի գահանին։ Այսինքն, որ մաքսավորը, սեղանավորը ավելի շատ տրանդա, անոր գսեին, որ այս շրջանի դուրքը դուք պիտի ավակեք։ Սորնակ Ռումերի Իսարի դուրքը աջուրդի գահանին եւ ամենեն բարձր դվողը անիկա գարներ, ասենք որ 15 միլիոն դիրան, ուրեմն այդ 15 միլիոն դիրան կանխի կուդար, հեշին կուդար կառավարության, հետո այդ մարդը հռոմեական զինվորներով գերտա այդ դերի ժողովրդին, իր ժողովրդին գողորդ կսեղմեր երկու բալիկի կար, որպեսի շապը դիքը, երբեմն երեք բալիկը, արդեն առաջինը ծանրեր, ուրեմն այս մաքսավորներն ալ մեղավորներ էին, նույնիսկ ասոնք ավելի ցած կտեսնվեին փողոցի գիները։ Եվ ուրեմն ասոնց է տեսնելու չէին ուզեր, ասոնք արդեն թուժող երթալի արժանի մարդիկներ էին և այդպես էին լավես։ Եվ այդ վիճակին մեջ հիմա Տեր Հիսուս երբ որ իր շուրջը գնայի այս փարիսեցիներ կտեսնեն, որ իրենք Աստծո շատ մոտ են, շատ աղոթներ գիտեն, ամեն ինչը դերին կփերեն, ուրեմն իրենց մեջ այդ հպարտությունը տեսան։ Եվ այս արագը հյուսեց։ Երկու մարդ, մեկը փարիսեցի, մյուսը մաքսավոր, տաճար ելան եւ գաղոթան։ Քով։ Տերոց մի քանի մետր կա իրենց մեջը։ Ուրեմն փարիսեցին այս սուրբ հավատացյալը ինչպես գաղոթեը, ով Աստված, շնորհակալ եմ քեզ մեն, որ ուրիշ մարդոց պես չեմ հափշտակով, անիրավ, շնացով, կամ այս մաքսավորին պես չեմ, հավա շաբաթը երկու անգամ զոն կվարեմ, ու բոլոր ստացվածքիս դասանորդը կտամ, իսկ մաքսավորը հերուն գայներել, ու չեր ուզեր աչքնալ երկինք վերցնել, հավա իր գուցկը ձեծելով գսեր, Աստված, ողորմ է ինձ մեղավորից, Աստված, ողորմ է ինձ մեղավորից։ Ձեզ գսեմ, թե ասիկա այն մյուսեն ավելի արդարացած իր դուրը կնած, վասնզի, ով որ իր անձը կբարձրացնե, պիտի խոնարի, և ով որ իր անձը կխոնարեցնե, պիտի բարձրանա։ Ուրեմն Տեր Հիսուս
մեզի ճշմարիտ եւ Աստծո հաճելի աղոթքի համար բամը կբացատրի։ Անիկալ ինչ են, երբ որ Աստծո արչև գերտար, պետք է իմանանք, թե որուն արչև կգենանք։ Պետք չէ աղոթքը մեր հայելին թարնա։ Այս հայելին արչև երբ որ գենաս ինչ կտեսնես, թունքես կտեսնես։ Ուրեմն փարիսեցին սերքեր փացած է, ոտքի վրա է, երկին կնայի, բայց ինչ կտեսնե, ինքսին կտեսնե, Աստված չտեսնե։ Ինքսին Աստծո պրեզանտեգն է, ես կսե լավ մարդ եմ, ես երբ որ ինձ գնայիմ, ես վատ մարդ չեմ, ես մեղավոր չեմ, ես վնասակար մեկը չեմ, ուրիշները ինձ կծափարեն, և ես շաբաթը 2 օր ծոմ կփռնեմ, իրենք 3 շաբթի և 5 շաբթի օրերը ծոմ կփռնեն։ Իմ 10-որդս կուտա, իմ շահած թրամիս 10%-ը տաջարեն կուտա, և ես այս մաքսավորի մեզ չեմ։ Ուրեմն, երբ որ երկինքեն վար գնայիս, հավանաբար կսես, որ շատ կհավնիմ քեզ։ Հիմա ասիկա որքան ճիշտ է, ասիկա ճիշտ է, եթե մեր չափանիշը ուրիշ մարդիկներ են։ Որովհետև մենք միայն աղոթքի մեջ, ճշմարիտ աղոթքի մեջ, և միայն Աստծո առջև կգենանք, այնադեն կմտածենք մեր ճշմարտության մասին։ Մնացյալ ժամանակը ուրիշներուն աչքով գնայինք, ուրիշներու աչքով գտարենք մենք մեզի, և հետո ուրիշներն այդ աչքով գտարենք։ Այսինքն մեր չափանիշը մարդ է, այդպես չէ, մարդկային ընկերության մեջ բոլոր զանունները մարդկային են։ Երբ որ մեկուն գնայիս մարմինին, գսես, որ երկարահասակ է, կարճահասակ է, քեր է, նիհար է, երդասարդ է, ձեր է, տքեր է, քեղեցիկ է, հարուստ է, աղքատ է, միջին է, ուրեմն այս բոլորը մենք գնայինք և մեր թադունությունը գտանք, գրթված է, անգիրտ է, լավ ուսում արած է, դիպլոմները ինչեր են, ուրեմն և ասիկա ժամանակով մեր մեջը նստված կնե և հայերի նայազադեն են մենք մեզի այս չափանիշներով տեսնենք։ Մարդուն տեսացին մեզ և անիկա մեր նայվածքին գվերազում։ Բայց ճիշտ է ասիկա իրավես, այսինքն ուրիշ մարդոց իմ մասին ըսածները ճիշտ են, ոստե ես քույրեր կտեսնամ, իրենց տարիքը արած է, թու քեղեցիկ եք, թե դքեր եք, երիտասարդության գսեին ցեզի քեղեցիկ, հիմա չեն ըսել, հիմա թու քեղեցիկ եք, թե դքեր եք, ով պիտի որոշասիկա, ինչին համացայն պիտի որոշան, սեր մորթին համացայն, սեր երեսին համացայն, սեր մակիաժին համացայն, ով պիտի որոշեթ ով եք իրավես, սեր արժեքը ինչ է, ով պիտի ճշմարիտ արժեքը պիտի ըսան, երբ որ մեկը աղքատ կգոչեք և անոր երեսին չեք նայել կամ հանցավոր գսեք և արդեն որոշած եք, բայց անիգա ճշմարիտ արժեքն է մարդու, մեր ճշմարիտ արժեքը Աստված գսե մեզ, անստեղծեց մեզ։ Հետևաբար, երբ որ ինքը ստեղծեց մեզի, մեր ամեն ինչի գիտեր և մեր մեջը դրած է շատ թանկագին հոգիմը, իր հոգիան հոգի, աթամին ռունքերեն քչած այդ հոգին մեր մեջն է և Աստված նայազադենը իր զավակները կտեսնե։ Սեր, դուք երբ որ սեր զավակներուն նայիք, այո, ուրախանակ իրենց հաջողություններով, կդտվեք իրենց
ցաղողանքներով, բայց ադիգա սեր զավակն է։ Ամբողջ աշխարհը ինչ որ ասեն, ինչ վիճակներում մեջ ալմտնեն, ան սեր զավակն է։ Հետևաբար մեր արժեքը մեր դարիքեն գախյալ չէ, մեր կրբանի տրամեն գախյալ չէ, մեր առողջութենե գախյալ չէ, ուրիշները մեզի ինչ կսեն, գայբանեն թե գծապահարեն անգե չէ, Աստված գնայի մեզի և ան մեզի մեր ճշմարիտ արժեքը կսեն։ Եվ այդ ճշմարիտ արժեքը մենք կսկանք ճշմարիտ աղոթքի մեջ։ Սուդումուտ աղոթներու մեջ չէ։ Այդպես քիշեր եղել է, համմսեն, հաչմանեմ, հայմերն ու մրվրան, հետո կնանամ, այդ չէ։ Աստուզար չէ կգենակ, սեր ամպոչ սիրտը գպանակ, անորաչեր կգենակ, և գսեք, որ ով դր սուս դուր ինձ իմ վիճակս։ Եվ այդ վիճակին մեջ Աստված մեզի գսե, որ թուն պետք է տեսնես քու մասին ճշմարտությունը իմ առջևս։ Եվ անիգա այդ շատ հստակ է։ Անմեր մարդ չկա, նույնիսկ մարգարեները։ Սամոսը գսե ամենը հերաքսան Աստուծն է։ Ամենը մեն գործեց։ Չկա մեկ մարդ, նույնիսկ մեկ մարդ։ Հետևաբար ուրիշին առջև ես սուրբի պես կրնամ երևի, այս հակուսներով, բադիարքի դիտվոսով, բայց երբ որ Աստուծո առջև երթամ, ես մեղավոր եմ, իմ ճշմարտությունս այս է, մեղավոր եմ ես, մանկութենես ի վեր, մեղավոր մարդկության մեկ անդամն եմ, ամեն օր մեղք կգործեմ ես, շրտուտներով, մտածումներով, արարքներով, մեղավոր եմ ես, և թուն սուրբ ես։ Հիմա, եթե աղոթքը պիտի չհիշեցնեմ ես այս ճշմարտությունը, և մեր սիրտին մեջ սալ պիտի չստեղծե, սուտ աղոթքը անում է։ Հիմա փարիսեցին սուտ աղոթքն է։ Ճշմարիտ աղոթք չներ, որովհետև իր ճշմարտությունը չտեսներ Աստուծո սրբության առջև։ Իսկ մաքսավորը հերուն գեցած է գսել, այսին շատ չմոտենար խորանին, հերուն գեցած, ծունգ ընտրած, իր գուրցքը ձեցը և գսել, որ ինձի մեղավորից ողորմ է, դեր ողորմի է, դեր ողորմ է։ Եվ ուրիշ բան չսեր, Աստված ները ինձ մեղավորից, մեղավոր եմ ես։ Ինչու՞, որովհետև Աստուծո առջև գիտե, թե որքան մարդ խաբած են, որքան անիրավ մարդուց մեծ դուր հավաքած են, չիտե, թե քանի ընտանիքներ քանդած են, չիտե, բայց չիտե, որ Աստված ալ կա, և պետք է Աստուծո ալ երթան, Աստված ալ իր մասին լավ մտած է, բայց ինչ պիտի և կհասկնա, որ Աստուծո ողորմութենե զատ ուրիշ աբավիների ոչ մեկ բան ունի։ Եթե Աստված սավի իրեն, այն ադեմ փրկությունը կրնալա։ Ինչպես կփրկվեմ, չեմ գիտեր ես կսեմ։ Ինչպես իմ մեղքերես, իմ աղդերես, իմ հանցանքներես, ինչպես կփրկվեմ, չեմ գիտեր, թուն գիտես։ Թուն ես բուժիշկը, թուն կրնաս բուժել, ես չեմ գիտեր, քեզի կործը չեմ կրնար սորվեցնել։ Բարձավես ես խոսեմ խոնարած, անճար և քու ողորմությանդ կարոտ ունեցող արարածն խոսեմ ես, քեզի շատ սերի բաներ չունիմ, քեզի ցույց տալի բարի բան չունիմ, բայց խոսեմ, քու զավակը ըրե բանը ինձ հետ։ Եվ Հիսուս կսե, որ այս մարդուն աղոթքը ընդունվեցավ, որովհետև ով որ բարձրացնենք զինք, պիտի խոնարի, ով որ պիտի խոնարացնե իր անձը պիտի բարձրանա։ Եվ հետո Հիսուսին, երբ որ այս արագը կպատմեն,
մանուկներ գպերը։ Փոքրիկ տղակալ բերեն իրեն, որպեսզի անոնց թփչի, ցեք տնե։ Աշակերտները տեսնելով գհանտիմանեին զանում։ Բայց Հիսուս զանում իրեն կանչելով սավ, թողդվեք այդ փոքր տղակը, որ ինձի կան, մի արգելեք ադոն։ Վասնզի Աստուծո թագավորությունը այդպիսի ներումն է, ճիշմարիտ կսեմ ցեզի, ով որ Աստուծո թագավորությունը բզդիկ դումը բես չընդուներ, բնավ պիտի չմտնե Աստուծո արքայության մեջ։ Ուրեմն իր պատմած արագին տեսակը ամիջապես կիրառությունը կար։ Փոքր մանուկներ կտարան, որպես օրհնեն, աշակերտները ասան, որ ժամանակ մի գործունեներ այս մանուկներով հետ։ Այս մանուկները չեն հասկնար։ Իրենց ծնողներն ալ, իրենք փամը կգարցեն, հիմա մեծ վարդապետ է Հիսուս, ուների ուրիշ կարևոր գործեր կան։ Եվ Հիսուս գսե աշակերտներուն, արգեք մի ուլար, այս մանուկներուն, որովհետև Աստուծո արքայությունը ասոնց պես սևուն է, դուք կգարցեք, որ մանուկները հերու են Աստուծուն են, տակավին շատ փուրով հաց պետք ուտեն, որ մեզի պես ուլան, հասկնան, ավետարան գարտան, մենք ենք, մեծերն են Աստուծո համար կարևոր է, և Հիսուս կսեմ, որ այդպես չեն։ Այս մանուկները Աստուծո ավելի մոտ են, անոնց հրեշտակները կսևուչներն են, երկիքի մեջ հրեշտակներ կտեսնան, անոնց հոգիները երկնավոր հոր երեսի կտեսնան, և այդպես է, ոստե 3 տարեկանին ոևե ճիշադակ ունեցող է, մինչև 3 տարեկան չեք ուշեր։ Փամը գլա 2-3 տարեկանին, սերտերևս ամենեն մոտ ճիշադակը 4 տարեկանին է։ Անգի առաջ չկա։ Անգի առաջ ինչ կնեինք, այսպես կնեինք, գժպտեինք և կսեինք, որ հրեշտակները կխնդացնեն։ Ինք նրեն կխնդայինք այդպես, Աստված կտեսնեինք։ Հրեշտակները կտեսնեինք։ Բայց հետո կամաց մարդկության նմանեցիք, սեր մեջը այս մարդկությունը իր աղդերը, իր մեղքերը թափեց, այդ ամմեղությունը գործվեցավ։ Հետևաբար մանուկները Աստուծո համար ավելի ընդունելի է, որովհետև Աստված անոնց մեջ ավելի լավ կրնա աշխատի։ Հիմա մանուկները շատ հատկություններ ունեն, բայց հատկություն ունին, որ մեծերը չունին։ Անալ մանուկը գնդունի, ընդունակ է, գրավորական է, չեզոք է, այսինքն մեծերուն դալիքին գախյալ է և մեծերեն արնելու պատրաստ է, և մեծերն անդալու պատրաստ է, այդպես չեն, մանուկը ինչ կրնա դալցեց, մանուկը չի կրնա դալ, իր շիմիտեն զատ, իր համպույրեն զատ, ինչ կրնա դալ, բայց կրնա արներ, և մանուկը արնելու կարողություն ունի, բայց երբ որ մենք մեծնանք, այդ արնելու կարողությունը կքիչնա, ասենք ես ոտքերս ուրակ ենամ, որքան քիչ կուսեմ ուրիշները, այնքան լավ, և հետո Աստծո առջև կացած ադեննալ Աստուծմե արնելու դգարություն ունենք մենք, հոնցև պարիսեցին Աստծո պամպույր կտան, քեզ համար 2 օր ծոմ կպրնեմ, քեզ համար իմ շահածս 10-որդը կուտամ, քեզ համար շատ կչանամ, որպես ես չար մարդ չուլամ, քեզի համար, իսկ ոստե պարիսեցին ինչպես կգենան, ես պամ ունեմ քեզ մա արնեմ և չեմ դեր ինչպես սկարնեմ, միայն թուն եթե դաս կրնամ արնեմ։ Հիմա մանուկներուն բոլոր ուսացները մենք կնենք, այդպես սորություն ունի մանուկները, մեկ բարակային չեն դար, մեկ բարակային կդժվարանանք մանուկներուն դալ
եւ հատուկ գերոջ են, երբ որ շփանան, երբ որ կորոզանան, երբ որ իր եղբոր հետ ուրիշներու հետ խնդիր ունենան, անադեն գսենք որ գեցիր, գրնամ դապայց պիտի չտամ, պետք է շտկես դուքես, որովհետև հիմա կկորոզանաս, հիմա մանուկ չեղար, հիմա մեծ ուլավ ուզես, հայդուտ ուլավ ուզես, չուլավ։ Հետևաբար, մենք ալ Աստուծո առջև այս մանուկներու պես արմողի պետք է վերածվի։ Պետք է ասենք, որ ով է, պետք ունին քեզ, դուր ինձ։ Չեմ գիտեր ինչպես կուտաս, որու միջոցով կուտաս, բայց դուր ինձ է, որովհետև ես փոքր եմ, ես տկար եմ, ես աղքատ եմ, քու աչքիդ առջև մեղավոր եմ, դուր ինձ, քու քորսուտ է դալ, դուր ինձ, որովհետև ես մանգան ուպիով գմոդենամ քեզ։ Ուրեմն սիրելիներ, ասիկա շատ կարևոր հանգամանքն է աղոթքի ադեմ, Աստուծո առջև գնալ եւ ծրի։ Մարդիկ որոշ դարեգանեն հետո ծրի կդժվարանա այդպես, չէ՞։ Հասուն մարդը Աստուծո առջև երկիր բաքելու, խոնարհվելու դժվարությունը կունենա։ Որովհետև ինքնափավ է, կկարծե, որ իր ուժերը իրեն կփավեն, այլևս Աստուծոյալ այնքան պետք չունի, հետևաբար մեր դգարությունները Աստուծո համար դեր կփանեն։ Պողոս Սարակյալը գսե, որ երբ որ դգար է, այն ադեն զորավոր է, որովհետև իմ դգարությունս, իմ մարդկային դգարությունս Աստուծո կողմէ կդրացվի։ Այո, սիրելիներ, Աստուծո առջև մեր դգարություն տեսնենք։ Խոնարհության ռոլ պետք չի անենք։ Այսինքն, այս փարիսեցին խոնարհության վիճակներ գրնա, բայց իր սիրտի մեջ արդեն քպարդ է, այդպես չէ։ Իրապես մեր ճշմարտությունը տեսնենք։ Եվ Աստված այն ադեն բեսի մխիթարել դուսել։ Sevgili kardeşlerim, kilisemiz bize bu hafta dua üstüne konuşmamızı istiyor. Dua, güçlü dua, bir şeyi değiştirecek dua, Tanrı'nın kalbini fethedecek dua. Ve bu çok önemli. Ve kutsal kitap bunun örnekleriyle dolu. Onlardan birini size okuyacağım. Eski peygamberlerden Yeşaya peygamber vardı. Hisus'tan 700 sene önce yaşamış bir peygamber. Onun kitabından bir bölüm. Bu peygamberin zamanında bir kral vardı. Adı Hiskiya'ydı. Kendisinden önceki İsrail kralları putperestliğe meyletmişlerdi. Bu kral putları temizledi. İmanlı, dürüst bir kraldı ama Asur İmparatorluğu genişliyordu ve İsrail'e saldırılar başlamıştı. Onlarla mücadele ederken bir de hastalık başladı. Vücudunda bir çıban çıktı. Hekimler iyileştiremediler kendisini. Hiçbir şey yapamadılar. Bunun üzerine elbette ki kral dua ediyordu ki bu hastalığı iyileşsin. Yeşaya 38. bölümde okuyoruz. O günlerde Kral Hiskiya ölümcül bir hastalığa yakalandı. Peygamber Yeşaya ona gidip şöyle dedi. Rab diyor ki, ev işlerini düzene sok, çünkü iyileşmeyecek, öleceksin. Bir doktora gittiğinizde size kanser teşhisini koyulduğunda ne hissedersiniz? Dünyanız başınıza yıkılır, öyle değil mi? Doğru, şimdi tıp ilerledi. Kurtulma olasılığı daha çok. Ama doktorun ağzından çıkan o söz bizim için hüküm gibidir ve bizi zorlar. Bazı doktorlar da çok acımasız söylerler onu.
Şimdi peygamber de çok acımasız söylüyor. Gidiyor krala ve diyor ki kusura bakma, Tanrı'nın sözü böyle diyor. Sana iyilik yapıyor, vasiyetini yap. Sen iyi bir kralsın, hazırlıksız ölmeyesin diye vasiyetini yap, düzenle işlerini. Bu hastalıktan kalkamayacaksın, öleceksin. Hizkiya, kral, yüzünü duvara dönüp Rab'be yalvardı. Ya Rab, yürekten bir sadakatle önünde nasıl yaşadığımı, gözünde iyi olanı yaptığımı anımsa lütfen. Sonra acı acı ağlamaya başladı. Şimdi Yahudilerin ciddi bir şey istediklerinde yaptıkları birkaç şey var. Bunlardan bir tanesi giysilerini çıkarırlar, çul giyerler. İkincisi başlarına kül serperler, toprak. Sonra da bir duvarın önüne geçerler. Boş bir duvarın önüne. Bugün halen vardır değil mi? Yahudiler ağlama duvarı var. Duvarın önüne geçerler ve oradan dua ederler. Kendilerini alçaltırlar. Çünkü biliyorlar ki kendini alçaltan Tanrı tarafından yükseltilecek. Ve ağlıyor. Acı acı ağlıyor. Şimdi kendisini hizmetçileri görüyor, askerleri görüyor, vezirleri görüyor. Bir duvarın dibinde bir çocuk gibi ağlayan bir kral. Ama umurunda değil. Niye? Çünkü ölecek. Ve tek umudu Tanrı. Ve Tanrı'ya yaptıklarını hatırlatıyor. Diyor ki ben bunu yapmadım mı, şunu yapmadım mı, henüz daha senin için yapacaklarım var. Ve kendini alçaltıyor. Bunun üzerine Rab Yeşaya'ya seslendi. Git Hizkiya'ya şunu söyle. Atan Davud'un Tanrısı Rab diyor ki duanı işittim, gözyaşlarını gördüm, bak ömrünü 15 yıl daha uzatacağım. Bu kenti savunacak, seni de, kenti de Asur kralının elinden kurtaracağım. Şimdi bu dua garip bir şekilde sadece hastalığını iyileştirmedi. Ama bize çok önemli bir örnek veriyor. Tanrı'nın iradesini değiştirdi. Biz bazen dua ederiz değil mi? Rab bana bunu ver, şunu ver, senin iraden sen. Yani iraden değilse verme. Şimdi bu kral biliyor Tanrı'nın iradesini. Tanrı'nın iradesi bu hastalıktan kalkmayacaksın, öleceksin. Ama yine de şansını deniyor. Ermece vaazında dedik biz Tanrı'nın evlatlarıyız. Hepimiz çocuk olduk. Çocuklarımız var bizim. Biz o kuralı biliyoruz. Samimiyet kurulduğunda baba hayır der. Çocuk onu evete çevirmesini bilir. Mama hayır der. Çocuk onu evete çevirmesini bilir. Nasıl? Ağlayarak, zırlayarak. Eteğini çekerek, somurtarak, kapıyı çarparak. Ama bilir, samimiyetine dayanarak o iradeyi değiştirebileceğini bilir. Sadece samimiyette değişir. Sadece göklerde olan babayla, göklerin Tanrısıyla o samimiyeti kurmuşsanız o zaman ona naz yapma hakkınız var. Tanrı onun önünde kapris yapmamıza izin verir. Eğer samimiyeti kurmuşsa. Gelip geçici imanlı değil ama hayatımızın merkezine onu oturtmuşsak, onu efendi, yaratıcı ve kurtarıcı olarak kabul etmişsek, o zaman ona naz ve kapris yapma hakkımız var. Kanıtı ne kutsal kitapta? Bütün mezmurlar. Tanrı'ya yapılmış dualar, 150 tane mezmur, onun yarısı şikayetle geçer Tanrı'ya. Bana niçin bunu yapmıyorsun? Düşmanlarım beni sıkıştırdı. Hadi neredesin? Uyuyor musun? Kalk ayağa. Benim için mücadele et. Ve Tanrı o sözleri
kendi kitabında, kendi kutsal kitaba koyulmasını istemiş. Niye? Çünkü Tanrı yüreği ister, Tanrı samimiyeti ister. Bizde o samimiyet varsa, o zaman Tanrı ondan hoşnuttur. O samimiyetle gitmemiz lazım ama samimiyet dediğiniz şey de sürekli bir ilişkiyle oluşan şeydir. 2 kere tanıştığınız insanla samimi olamazsınız. Öyle değil mi? Kızla erkek 2 kere çay içtiler. Evliliğe giden yolda daha tanışacaklar, konuşacaklar, ailelerini tanıştıracaklar, söz olacak, nişan olacak, 1-2 sene geçecek, düğün olacak, sonra ayrı evde yaşayacaklar, çocukları olacak, 5 sene sonra ancak tanımaya başlarsınız eşinizi. Şimdi samimiyet dediğiniz şey böyledir. Pazar günü kiliseye girip 5 dakika mum yakıp çıkmakla Tanrı'yla o samimiyet kurulmaz. Zadik'te zonukta güzel giysiler giyip kiliseye gitmekle, Zadik'te yumurta tokuşturmakla o samimiyet kurulmaz. O samimiyet bir hayat kontratıdır. Tanrı'yla beraber evlilik kontratı gibi bir kontrattır. Dersin ki kabul ediyorum. Sen benim hayatımın merkezisin, Rabbi, Efendisisin ve ben sen olmadan artık yaşayamam. Artık ikili bir ilişkimiz var. Sabah ilk uyandığımda sen geleceksin aklıma, akşam seninle yatacağım. Gün boyunca hep aklıma geleceksin. Fırsat buldukça dua edeceğim. Senin sözünü okuyacağım. Senin olduğun yerlere gideceğim. Senin evinde, senin evini kendi evim olarak göreceğim. Böyle bir kontrattan sonra, böyle bir antlaşmadan sonra o zaman samimiyet kurulur ve sen o samimiyetin içinde Tanrı'nın karakterini anlarsın. Kendisi merhameti bol olan, geç öfkelenen bir Tanrı'dır. Bol bol verir. Bir aziz varmış, hep insanlardan kaçarmış. Ama insanlar bulurlarmış onu, o da başka bir yere gidermiş. Bir gün tekrar böyle bir yere gitmiş, bir mağarada dua ederken Tanrı ona demiş ki, senin yerini açıklayayım mı insanlara? Gelsinler senin yanına tekrar. Aziz de demiş ki, sen bilirsin, gelirlerse yanıma ben de onlara derim ki, bu Tanrı o kadar merhametli ki her şeyi bağışlar. Ve insanlar senden korkmazlar bu sefer. Tanrı der, peki sen sırrını sakla, ben de kendi sırrımı saklayayım. Onun için bir şekilde bizim Tanrı'yı tanımamız lazım ama kitaplardan değil sadece. Onlar yol işaretleri. İnsanlardan değil, patriarkın vaazlarından değil. Onunla geçireceğiniz kaliteli zamanda tanıyabilirsiniz. Ruhunuzu ona açtığınızda, sessizce onun önünde durduğunuzda, o zaman Tanrı gelir ve sizin ruhunuzu ısıtmaya başlar. İmamların %99'u için dua 5 dakika, 10 dakikadır. 5-10 dakika spor yaparak birisi şampiyon olur mu? Günde 5-10 dakika piyanonun başında tıngır tıngır yapan birisi piyano konseri verebilir mi? Dolayısıyla gelip geçici dualarla, gelip geçici ziyaretlerle biz dua şampiyonu olamayız. Şimdi kral burada bir dua şampiyonu. Kendisi umursamıyor başka insanlar ne diyecek. Şimdi Tanrı'dan alacağı bir şey var ve sadece Tanrı ve ihtiyacı var. Ve orada Tanrı onun dualarını görüyor. Şimdi bu imanlı bir kral çıban çıktığında dua etmeye başlamadı mı? Başladı. Dua ediyordu. Hep dua ediyordu. İmanlı bir kişi bir sıkıntısı olduğunda hep dua eder. Peki Tanrı niye bu duayı bekledi?
şamarlatmak için mi? Burnunu sürtmek için mi? Onu aşağılamak için mi? Hayır. Bu sevdiği kuluna duanın bir sırrını açmak için. İçine enerji koymadığınız hiçbir işte başarılı olamazsınız. İçine enerji ve güç koyacaksınız. Kalbinizi koyacaksınız. Ruhunuzu, duygularınızı koyacaksınız. Dua da böyle. Eminim bu duadan sonra bu kralın bütün duası değişti. Jesus Getsemani'de o son gecesinde dua ederken diyor ki teri kan damlaları gibi damlıyor. Dua ağır işçiliktir. Onu hafife aldığınızda o da sizi hafife alır. Dua ağır işçiliktir. Bu maddi dünyayı yarıp göksel olana varma çabasıdır. Bunun için önce kendinizi aşmanız lazım. Aklınızı aşmanız lazım. Nasıl olacak bu? Enerjiyle olacak. Güçlü olacak. Gözyaşıyla olacak. Duyguların yoğunlaşmasıyla olacak. Güneşin altında biz rahatlıkla dolaşıyoruz değil mi? Bize bir şey yapmıyor. Hele şapkamızda varsa. Ama bir mercekle o güneşin ışıklarını bir noktaya toplarsanız ne yapar? Yangın çıkarırsınız. Demiri deler geçer. O mercek ne yapar? O dağınık ışınları bir noktaya toplar. Bizim hayatımızda bizim aklımız maalesef çok az o merceğe dönüşüyor. Dışarıdan bir etki, bir tehdit, bir hastalık bizi ne yapıyor? O konsantre olmaya itiyor. O zaman ne yapıyoruz biz? Birleştiriyoruz bütün güçlerimizi, enerjilerimizi, aklımızı. Bizi sadece o meşgul ediyor. İşte duada da bu böyle olmalı. Yani kendimizi ona açmalıyız ve o bizi doldurmalı ve Tanrı'nın önünde kendimiz durmalı ve ondan almanın, onun evrenine, onun dünyasına ulaşmanın yolunu bulmalıyız. Bütün dinlerin teolojik bir altyapısı var. Bizim de teolojik altyapımız, bütün evren birdir. Çünkü bir yaratıcının işidir ve bütün evren birdir, bir kaynaktan çıkmıştır. Dolayısıyla biz Tanrı'yla bir araya geldiğimizde aslında bütün evrenle bir araya geliriz. O birlik sağlanır. Tanrı'yla bir olduğumuzda biz farkına varmayız ama bütün evrende bir oluruz. Ve oradan bize Tanrı istediğimiz şeyleri bize ulaştırır. Ve Peygamber diyor ki yaranın üstüne kuru incir koyun, iyileşecek. Kuru inciri koyuyorlar, en basit bir şey ve iyileşiyor. Şimdi kuru incir mi iyileştirdi? Belki ama Tanrı'nın sözü iyileştirdi. Tanrı dedi ki kuru incir iyileştirecek. Onun için bir şekilde sevgili kardeşler, güçlü bir şekilde dua ettiğimizde, bütün varlığımızı o duanın içine koyduğumuzda o zaman bir şeyler oluşur. Biz Tanrı'yla ve evrenle özel bir ilişkiye geçeriz. Ve bu da nasıl diyeyim, bizim yaşantımızda çok önemlidir. Evet, bugün Ermenice'de ve Türkçe vaazda duanın değişik özellikleri üstüne durduk. Tanrı sizi bereketlesin. Amin.